Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիո լսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, տաղավարում խաղի կանոններ հաղորդաշարն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրերը Սաթիկ Ղիմոյան, մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ, բարև ձեզ։ Եվ Նունե Կարսանցյան, հանձնաժողովի համակենտրոնացումների եւ պետական օժանդակության գնահատման բաժնի գլխավոր մասնագետ, բարև ձեզ։ Տնտեսվարողները շատ հաճախ իրենց բիզնեսը վաճառում են, մեծացնում են եւ օրենքի լեզվով ասած այսպես, դա կոչվում է համակենտրոնացում այդ գործարքները եւ եղել է որ տաղավարում մենք խոսել ենք այս թեմայով, կուզեմ այս անգամ եւս անդրադառնանք դրան, առհասարակ ինչ է, համակենտրոնացումը, ինչու է հանձնաժողովը զբաղվում այս հարցերով եւ մի փոքր մանրամասնեք ձեր գործունեության մասին։ Շատ լավ, այո, ճիշտ նշեցիք, համակենտրոնացումների մասին մենք բազմիցս խոսել ենք եւ ձգտում ենք շատ խոսել, հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտները անընդհատ առնչվում են համակենտրոնացումներին։ Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքով հստակ սահմանված է համակենտրոնացման հասկացությունը, ինչպես նաեւ տրված է այն գործարքների շրջանակը, որոնք ենթակա են հայտարարագրման։ Մասնավորապես օրենքի համաձայն համակենտրոնացում են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտների միացումները, միաձուլումները, տնտեսավարող սուբյեկտների փայաբաժնի 20%-ից ավելի ձեռքբերումը կոնկրետ օրենքով սահմանված պայմաններով, ինչպես նաև ակտիվների ձեռքբերումը նույն չափով, տնտեսավարող սուբյեկտի անհատականացման միջոցի, առհասարակ մտավոր սեփականության օբյեկտների այդ թվում անհատականացման միջոցների օգտագործման իրավունքի ձեռքբերումը, եթե դրա արդյունքում տնտեսավարող սուբյեկտի որոշումների կայացման վրա ազդեցություն է ձեռք բերվելու, ինչպես նաև մեկից ավելի տնտեսավարող սուբյեկտների կողմից նոր տնտեսավարող սուբյեկտի հիմնադրումը, այնպիսի տնտեսավարող սուբյեկտի հիմնադրումը, որը գործելու է որպես ինքնուրույն։ Այս դեպքերում արկա է համակենտրոնացում եւ եթե այս դեպքերից որևէ մեկը արկա է, ապա տնտեսավարող սուբյեկտները իրականացնում են գնահատում, արդյոք պետք է դիմեն հայտարարագրման, թե ոչ։ Օրենքը հստակ սահմանում է այն պայմանները, երբ դիմում են հանձնաժողովի թույլտվությունը համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար, ստանալու համար։ Եվ նաև օրենքը հստակ սահմանում է այն գործարքների շրջանակը, որոնք չեն համարվում համակենտրոնացում, դրանք ներառում են ժառանգության ընդունումը, դատական ակտի հիման վրա աճուրդներով ակտիվների ձեռքբերումը, բորսաներում ցուցարկված արժեթղթերի ձեռքբերումը, բացառությամբ արտաբորսայական գործարքների եւ այլ դեպքերը, որոնց ավելի մանրամասն կանդրադառնանք, այս առնչությամբ հարկ է քննարկել, թե առհասարակ հանձնաժողովը ինչու է իրականացնում վերահսկողություն համակենտրոնացումների նկատմամբ։ Անհրաժեշտ է նշել, որ համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության իրականացումը նախ եւ առաջ բխում է հանձնաժողովի հիմնական օրենսդրական նպատակներից, այն է մրցակցության ապահովումը, շուկայում մրցակցային հավասարակշռության երաշխավորումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ իրականացումը։ Այս առնչությամբ կարելի է նշել մի քանի ուղղություն համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության իրականացման, մասնավորապես երբ հանձնաժողովը իրականացնում է համակենտրոնացումների գնահատման վարույթ, այս շրջանակում պարզում է արդյոք համակենտրոնացման արդյունքում տնտեսավարող սուբյեկտը կարող է ձեռք բերել գերիշխող դիրք, ունենալ գերիշխող դիրք, ամրապնդել գերիշխող դիրքը, արդյոք շուկայի կենտրոնացվածության աստիճանը փոխվելու է, չի փոխվելու եւ ինչ հետևանքներ են ունենալու առհասարակ մրցակցային իրավիճակի վրա գործարքի կնքումը։ Հետևաբար առհասարակ համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողությունը կարևորագույն գործիք է հանձնաժողովի համար շուկայում մրցակցային իրավիճակի պահպանման եւ տնտեսավարող սուբյեկտների միջև արդար մրցակցության երաշխավորման տեսանկյունից։ Հստակեցնենք, որոնք են կոնկրետ այն դեպքերը, երբ տնտեսվարողը նախքան գործարք սկսելը պետք է մոտենա, այսպես ասած, մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Տեսեք, մեր օրենքը եւ կարգերը հստակ սահմանում են այն բոլոր դեպքերը, երբ գործարքները վերանշված գործարքները ենթակա են լինելու հայտարարագրման։ Սրանք մի քանի դեպքեր ունենք, օրինակ, երբ որ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքը նախորդ տարվա դրությամբ կամ պահի դրությամբ գերազանցում է 3 միլիարդ դրամը, կամ գործարքի կողմերը միասին գերազանցում են 4 միլիարդ դրամը։ Նույն թվերը վերաբերվում են նաև հասույթին, օրինակ, եթե գործարքի կողմ կազմող տնտեսավարող սուբյեկտներից մեկի հասույթը նախորդ տարին գերազանցել է 3 միլիարդ դրամը կամ կողմերինը միասին գերազանցել է 4 միլիարդ դրամը։ Այն դեպքում, երբ որ տնտեսավարող սուբյեկտները գործունեություն են իրականացրել 12 ամսից պակաս ժամանակահատվածում, հաշվարկը իրականացվում է
գործունեության իրականացրած ժամանակահատվածի համար կամ նախորդ 12 ամիսների համար։ Այն դեպքում, երբ որ տնտեսավարող սուբյեկտը անձանց խումբ է կազմում այլ տնտեսավարող սուբյեկտների հետ, հաշվարկի հիմքում ընդունվում է անձանց խումբ կազմող տնտեսավարող սուբյեկտների ակտիվի կամ հասույթի արժեքի համագումարը։ Միաժամանակ հայտարարագրման պարտականություն ունեն նաև այն բոլոր տնտեսավարող սուբյեկտները, ովքեր Հայաստանի Հանրապետության որևէ ապրանքային շուկայում ունեն գերիշխող դիրք։ Հարկ եմ համարում նշել, որ հայտարարագրման թույլատրման համար պետք է դիմել մինչև գործարքի իրականացումը։ Տարբեր գործարքների դեպքում գործարքի կատարման պահը տարբեր է։ Օրինակ փայաբաժնի ձեռքբերման դեպքում գործարքի պահ համարվում է ռեգիստրում գրանցման պահը։ Իսկ օրինակ ակտիվների ձեռքբերման դեպքում պայմանագրի կնքման պահը։ Այս դեպքով այս առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ պետք է հասկանալ, որ տարբեր գործարքներ ունեն տարբեր առանձնահատկություններ, պետք է հասկանալ ովքեր են տվյալ գործարքի կողմերը, քանի որ հանձնաժողովը գնահատման վարույթ իրականացնում է միայն այն դեպքում, երբ որ հայտարարագիր եւ դիմում ներկայացրել են գործարքի բոլոր կողմերը։ Օրինակ ակտիվների ձեռքբերման պարագայում գործարքի կողմ են համարվում ձեռքբերող տնտեսավարող սուբյեկտը եւ այն տնտեսավարող սուբյեկտը, որի ակտիվները վաճառվում են։ Օրինակ փայաբաժնի ձեռքբերման դեպքում վաճառողը համակենտրոնացման կողմ չի համարվում մեր օրենքի իմաստով, ուստի ինքը պարտավորություն չունի ներկայացնել հայտարարագիր եւ դիմում։ Վաճառողի տվյալները հանձնաժողով է ներկայացնում ընկերությունը, որի կանոնադրական կապիտալում փայաբաժին է վաճառվում։ Այն դեպքում, երբ որ տնտեսավարող սուբյեկտները հայտարարագրման ենթակա գործարքների իրականացնում են առանց հանձնաժողովի թույլտվությունը ստանալու, ունենում ենք իրավախախտման փաստ եւ հանձնաժողովը իրականացնում է վարույթ։ Այս դեպքում գործենք ունենում արգելված կամ չհայտարարագրված համակենտրոնացումների հետ։ Նշեցիք արգելված եւ չհայտարարագրված համակենտրոնացումների մասին, ավելի մանրամասնենք, թե որն է դրանց տարբերությունը եւ տնտեսվարողը ինչ պետք է իմանա դրանց մասին։ Շատ լավ։ Այո, ինչպես նշեցինք, տարբերակվում են արգելված եւ չհայտարարագրված համակենտրոնացման դեպքերը, չհայտարարագրված համակենտրոնացման դեպքում ամեն ինչ ավելի հարաբերականորեն պարզ է, այսինքն գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ տնտեսավարող սուբյեկտները առանց հանձնաժողովի թույլտվությունը ստանալու գործողության մեջ են դրել համակենտրոնացումը, այսինքն օրինակ ընկել են գործարքը, նախքան հանձնաժողովը կթույլատրել դա։ Արգելված համակենտրոնացումների դեպքում իրավիճակը մի փոքր ավելի բարդ է։ Նախ նշեմ, որ համակենտրոնացումը համարվում է արգելված օրենքով սահմանված հստակ պայմանների առկայության դեպքում, դրանք են, եթե համակենտրոնացման արդյունքում ամրապնդվելու է տնտեսավարող սուբյեկտի գերիշխող դիրքը կամ տնտեսավարող սուբյեկտը ձեռք է բերելու գերիշխող դիրք, եթե համակենտրոնացման արդյունքում համակենտրոնացումը բացասական ազդեցություն է ունենալու շուկայում մրցակցային իրավիճակի վրա կամ վնասելու է սպառողների շահերը, հետևաբար եթե այս դեպքերը առկա են, հանձնաժողովը կարող է արգելել համակենտրոնացումը եւ այս դեպքում տնտեսավարող սուբյեկտները եթե գործողության մեջ են դնում արդեն արգելված համակենտրոնացումը, հանձնաժողովը բացի պատասխանատվության միջոց կիրառելուց նաև իրավասու է հանձնարարականներ տալ եւ հիմնական առանձնահատկությունն ու տարբերակումը այն է, որ եթե մենք գործ ունենք չհայտարարագրված համակենտրոնացման հետ, ապա հանձնաժողովը հարուցում է վարույթ, համապատասխան պատասխանատվության միջոցն է կիրառում ըստ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգավորումների եւ դրանով որպես այդպիսին իրավախախտման վարույթը ավարտվում է։ Արգելված համակենտրոնացման դեպքում եթե հանձնաժողովը վարույթ է իրականացնում արձանագրում է արգելված համակենտրոնացման գործողության մեջ դրված լինելու հանգամանքը, այդ դեպքում արդեն տալիս է հստակ հանձնարարականներ, որոնք բավականին ծանր հետևանքներ կարող են ունենալ տնտեսավարող սուբյեկտների համար, ովքեր արգելված համակենտրոնացումը գործողության մեջ են դրել, մասնավորապես հանձնաժողովը կարող է հանձնարարել իրավաբանական անձի լուծարումը, առանձնացումը, կիրառել պատասխանատվության այլ միջոցներ, դրանք օրենքով հստակ սահմանված են։ Այս առնչությամբ կուզենայի նաև եւս մեկ անգամ հորդորել տնտեսավարող սուբյեկտներին ուշադրություն դարձնել հանձնաժողովի օրենսդրական կարգավորումներին, հետևել դրանց եւ ներկայացնել հայտարարագրեր համապատասխան համակենտրոնացումները հայտարարագրման ներկայացնել հանձնաժողովին, որովհետեւ հանձնաժողովի պրակտիկան ցույց է տալիս, որ այն հիմնական պատճառը, որ լսում ենք հայտարարագիր չներկայացնելու հանձնաժողովին, այսինքն գնահատման համակենտրոնացումը չներկայացնելու իրավական կարգավորումներին իրազեկված չլինելու հանգամանքն է, ուստի տնտեսավարող սուբյեկտները եւ նրանց ներկայացուցիչները անհրաժեշտ են համարում, որ իրազեկված լինեն օրենսդրական կարգավորումներին։ Իսկ մի փոքր խոսենք պատասխանատվության մասին, հա ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Ինչպես արդեն նշվեց, արգելված համակենտրոնացումը դա բովանդակային առումով ավելի ծանր իրավախախտում է։
Ըստ էության իրավախախտումները, ինչպես արդեն նշեց գործընկերս, բաժանվում է երկու մասի՝ չհայտարարագրված եւ արգելված։ Չհայտարարագրված համակենտրոնացման դեպքում պատասխանատվության միջոցը էապես թեթև է տնտեսավարող սուբյեկտի համար, այսինքն բազային գումարը մեթոդաբանությամբ սահմանված է 2 միլիոն դրամը։ Տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն ունեն համագործակցել հանձնաժողովի հետ, ներկայացնել արագացված կիրառելու մասին միջնորդություն, որը հանձնաժողովի կողմից բավարարվելու դեպքում նշանակվող տուգանքը չի կարող գերազանցել առավելագույն տուգանքի 50%-ը, այսինքն 50%-ով նվազեցվում է տուգանքը։ Տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն են ունենում նաև երկամսյա ժամկետում վճարել նշանակված տուգանքի 75%-ը եւ պարտավորությունը համարվելու է կատարված։ Հանձնաժողովը դիտարկում է նաև այլ մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքներ, որոնք ի հայտ են գալիս վարույթի ընթացքում։ Նման մեղմացնող հանգամանքներից մեկը այն է, որ տնտեսավարող սուբյեկտները իրենք են դիմում հանձնաժողովին հայտնելով չհայտարարագրված համակենտրոնացման փաստի մասին, այսինքն օրինակ եթե տնտեսավարող սուբյեկտները հետագայում իմացել են իրավական կարգավորման մասին, հասկացել են, որ ունեն բաց թողում, իրենք են դիմում հանձնաժողովին, իրենք են ներկայացնում տվյալները, այդ դեպքում հանձնաժողովը լրացուցիչ մեղմացնող հանգամանք է դա դիտարկում։ Մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները հստակ մեր մեթոդաբանությամբ սահմանված են։ Բովանդակային ավելի ծանր իրավախախտում է արգելված համակենտրոնացումը։ Արգելված համակենտրոնացումը դասվում է ծանր իրավախախտումների շարքին եւ դրույքաչափը սահմանված է 5%, այսինքն հաշվարկվում տուգանքը նշանակվում է հաշվարկվելով հասույթի 5%-ը բազմապատկած ժամանակահատվածով, որի ընթացքում տևել է իրավախախտումը, օրենքով սահմանված կարգով նշված տուգանքը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի հասույթի 10%-ը։ Իսկ եթե գործար կատարողների մի կողմը օտարերկրյա կազմակերպությունն է, այդ դեպքում կրկին պետք է դիմել հանձնաժողովին, թե ամեն դեպքում օրենքը տարածվում է միայն երկրի սահմանում գործող կազմակերպությունների, ընկերությունների վրա։ Տեսեք, ըստ էության մենք առանձին կարգավորում չունենք ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների մասով, այսինքն օրենքը տարածվում է բոլորի վրա։ Այն դեպքում օրինակ երբ որ ոչ Հայաստանի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում փայաբաժին է ձեռք բերում եւ այդ փայաբաժինը գերազանցում է 20% ընկերություններից որևէ մեկը համապատասխանում է կարգով սահմանված պահանջներին, այսինքն ակտիվը կամ հասույթը գերազանցում է 3 միլիարդ դրամը կամ ունի գերիշխող, այդ դեպքում պետք է նորից դիմեն հանձնաժողովին եւ թույլտվություն ստանան։ Դուք ձեր խոսքի սկզբում նաև անդրադարձակ կիսով չափ կարելի ասել օրենսդրական փոփոխություններին, ավելի մանրամասնենք, ինչ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում կամ եղել։ Ինչպես արդեն նշել ենք, այս տաղավարում եւս օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվել են մի շարք փոփոխություններ, հիմնականում փոփոխությունները վերաբերել են սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցերին, մասնավորապես հաստատվել է հանձնաժողովի դերը որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին, ընդլայնվել են հանձնաժողովի լիազորությունները այս ուղղությամբ, սակայն փոփոխությունները նաև միտված են եղել մրցակցային օրենսդրության լավարկմանը եւ հենց այս շրջանակում կարգավորումներ են նախատեսվել համակենտրոնացումների վերաբերյալ եւս, մասնավորապես առաջնային փոփոխությունը, որը կուզենայի առանձնացնել, վերաբերում է այն գործարքների շրջանակին, որոնք ենթակա են հայտարարագրման, գործարքների շրջանակը նեղացվել է, սա հիմնականում ուղղված էր տնտեսավարող սուբյեկտների կողմից հանձնաժողովի հետ հարաբերություններում տնտեսավարող սուբյեկտների բեռի որոշակի թեթևացմանը, մասնավորապես սահմանվել է, որ օրինակ այն դեպքերում, երբ գործարքը վերաբերում է արդեն կոնկրետ ընկերությունում 20% եւ ավելի 20% փայաբաժին ունեցող ձեռքբերողի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերմանը, բացառությամբ եթե այդ գործարքի արդյունքում արդեն իսկ իր ունեցած փայաբաժնի հետ միասին ձեռքբերողի ակտիվների արժեքը չի գերազանցում 50%-ը, ապա նշված գործարքները հայտարարագրման ենթակա չեն եւ չեն համարվում համակենտրոնացում առհասարակ։ Սրանով իսկ օրինակ նշված գործարքների դեպքում տնտեսավարող սուբյեկտները չունեն պարտականություն ներկայացնելու համակենտրոնացման հայտարարագիր, այսինքն գնահատման վարույթ հանձնաժողովը չի իրականացնում, եթե այն դեպքում, երբ նախկինում իրականացնում էր, նույնը վերաբերում է որոշ դեպքերում անձանց խմբի ներսում տեղի ունեցող գործարքներին, մասնավորապես որոշ օրենքով նշված կոնկրետ հիմքերով անձանց խումբ կազմող
տնտեսավարող սուբյեկտները չունեն պարտավորություն անձանց խմբի ներսում կնքվող գործարքները հայտարարագրման ներկայացնելու, սակայն սա չի նշանակում, որ բոլոր գործարքներին է խոսքը, բոլոր գործարքներին չի վերաբերում անձանց խմբի ներսում, միայն օրենքով նախատեսվածների մասին է խոսքը։ Նաև նշենք, որ փոփոխություններ են իրականացվել վարույթներին առնչվող թե չհայտարարագրված համակենտրոնացումների եւ թե արգելված համակենտրոնացումների առնչությամբ իրականացվող վարույթներում որոշակի առանձնահատկություններ են սահմանվել, մասնավորապես այն դեպքում, երբ հանձնաժողովը իրականացնում է գնահատման վարույթ, թույլատրելիության վարույթ, այսինքն գնահատում է արդյոք համակենտրոնացումը թույլատրում է թե ոչ, այս պարագայում եթե տնտեսավարող սուբյեկտը հանձնաժողովին չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն կամ այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են գնահատման համար, հանձնաժողովը կարող է որոշում կայացնել համակենտրոնացման դիմումը անհետևանք թողնելու վերաբերյալ։ Արգելվածի դեպքում այստեղ արգելվածի մասով հստակեցում է արվել օրենսդրական փոփոխություններով, հստակեցվել են այն պայմանները, որոնց դեպքում համակենտրոնացումը համարվում է արգելված եւ առհասարակ իրավախախտման սահմանումն է փոփոխվել։ Հիմնական փոփոխությունները առնչվում էին հենց այն գործարքների շրջանակին, որոնք ենթակա են համակենտրոնացման եւ որոնց պայմաններում տնտեսավարող սուբյեկտները պետք է այդ թույլատրելիության վարույթի դիմումով թույլատրելիության վարույթ սկսելու դիմում ներկայացնեին հանձնաժողովին։ Նաեւ կուզենայի նշել, որ օրենսդրական փոփոխություններով հանձնաժողովը այլևս չի հրապարակում անձանց խումբ կազմող տնտեսավարող սուբյեկտների ցուցակ, սրանով եւս որպես այդպիսի տնտեսավարող սուբյեկտները այլևս հանձնաժողովին չեն դիմում իրենց հետ փոխկապակցված սուբյեկտներին առանձնացնելու եւ ցուցակով հրապարակելու դիմումներով։ Համակենտրոնացման գործարք կնքելիս եւ սկսելիս տնտեսվարողը ինչպես պետք է դիմի հանձնաժողովին եւ ինչ կարեւոր հանգամանքներ կան, որոնք պետք է տնտեսվարողն իմանա պատշաճ դիմում գրելու, կազմելու, ձեզ ուղարկելու համար։ Ինչպես արդեն նշեցի, նախ եւ առաջ պետք է հասկանալ համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման թե ոչ, եւ եթե այո, պետք է հասկանալ ովքեր են համարվում համակենտրոնացման կողմեր։ Հանձնաժողովը գնահատման վարույթ սկսում է միայն եւ միայն այն դեպքում, երբ որ արկա են համակենտրոնացման կողմեր բոլոր կողմերի դիմումները եւ հայտարարագրերը։ Հայտարարագիրը իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որը պարունակում է ամբողջ տեղեկատվություն տնտեսավարող սուբյեկտի մասին, ովքեր են տնտեսավարող սուբյեկտի սեփականատերերը, ինչ գործունեությամբ է զբաղվում, ինչ դուստր ընկերություններ ունեն, եթե արկա են նման ընկերություններ եւ այլն, ամբողջ տեղեկատվությունը, որը հանձնաժողովին թույլ է տալիս իրականացնել գնահատում։ Հայտարարագիրը եւ դիմումները կարող են ներկայացվել հանձնաժողով տարբեր եղանակներով, ինչպես թղթային կամ էլեկտրոնային փոստի եղանակով, այդպես էլ հանձնաժողովի e-computer համակարգով։ Նշեմ, որ e-computer համակարգը շատ հեշտացնում է եւ հանձնաժողովի եւ տնտեսավարող սուբյեկտների գործը, երբ որ տնտեսավարող սուբյեկտները գրանցվում են մեր համակարգում եւ ուղարկում են փաստաթղթերը, նախ հանձնաժողովը դրանք շատ արագ է ստանում, պատասխանները տնտեսավարող սուբյեկտները շատ արագ են ստանում, անմիջական կապ է ստեղծվում եւ հեշտացնում է փաստաթղթաշրջանառությունը հանձնաժողովի եւ տնտեսավարող սուբյեկտների միջեւ։ Կուզեմ խոսել նաեւ վարույթի իրականացման ժամկետների մասին։ Օրենքով նախատեսված է համակենտրոնացման գնահատման վարույթի տևողությունը 3 ամիս, մեկ անգամ եւս 3 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Ունենք բարձրացված ընթացակարգ, որի դեպքում թույլտվության որոշումը թույլատրման մասին որոշումը կայացվում է 1 ամսյա ժամկետում, սակայն կուզեմ նշել նաև, որ տնտեսավարող սուբյեկտներից էապես կախված է, թե ինչքան կտևի վարույթը, տնտեսավարող սուբյեկտների համար դա էական խնդիր է, որ վարույթը կարող է ձգձգվել, իրենց գործարքը կարող է հետաձգվել եւ այլն, ինչքան մանրամասն են ներկայացում տնտեսավարող սուբյեկտները տեղեկատվությունը եւ իրենց եւ գործարքի մասին, այդքան ավելի հեշտ է լինում հանձնաժողովի համար հասկանալ ինչ գործարք է տեղի ունենում, ինչ հետևանք դա կարող է ունենալ շուկայի վրա կամ ազդեցություն կունենա թե ոչ եւ ըստ այդմ որոշումը շատ ավելի արագ եւ հեշտ է կայացվում հանձնաժողովի կողմից։ Շնորհակալություն, ձեզ հիշեցնեմ ռադիո լսողներ, որ դուք դիտում կամ լսում եք գործարար ալիքը, տաղավարում աշխատում էր Գայա Ասոյանն է, եթերում խաղի կանոններ հաղորդաշարներ։ Շնորհակալություն։